Բարև ձեզ, Վանաձայնի եթերում Հայացք Երևանից հաղորդաշարն է, ես Վահագն Զաքարյանն եմ։ Բարեկամներ, այսօր իմ զրուցակիցն է արվեստաբան դոկտոր Մովսես Հերկելյանը, ով Վանաձայնի ունկնդիրներին, ակնդիրներին քաջածանոթ է, ընդհանրապես Մովսես Հերկելյանը արվեստի բնագավառի անձանց նույնպես քաջածանոթ է, այնպես որ մենք այսօր պետք է խոսենք արվեստի մասին եւ իհարկե Մովսես Հերկելյանի այս փուլի գործունեության մասին։ Բարև ձեզ։ Ուրախ եմ, որ Վանաձայնի եթերում դուք Վանաձայնի համար շատ հարազատ անձնավորություն եք, երկար տարիներ ձեր հայտագրերը հեռարձակվում են, եթե չեմ սխալվում, տասնամյակներ արդեն Վանաձայնի հետ ձեր համագործակցությունը շարունակական բնույթ է կրում եւ այսօր Երևանում մենք պետք է անդրադարձ ունենանք ձեր գործունեությանը, ինչպես նաեւ երևանյան մշակութային կյանքին այսօրվա, երևանյան ընդհանրապես արվեստը հայրենիքում։ Սակայն այսօր ինչով է զբաղվում Մովսես Հերկելյանը։ Իհարկե շարունակում ենք մեր գործունեությունը։ Ես միշտ արվեստի վերաբերյալ արվեստաբանական հոդվածներ եմ գրել, սկսած 1981-ից, 82-ից արդեն եղել եմ Աստագի մշակույթի էջի սկիզբը խմբակիրը, հետո կորդի պերումով եղել եմ պատասխանատուն, այնտեղ չեմ նստում հիմի։ Միայն Աստագում ստորագրել եմ մի զարմանակետ է ասեմ 3000-ից ավել հոդված եւ էջ եմ գազմել մշակութային էջ, մի քանի տարի էլ գրական էջն եմ ղեկավարել։ Հետո աշխատակցել եմ Պակինում, Լիբանանյանի թերթերում, Թեգուզ Զարտոնք, Արարատ, Գամար, Հասկ եւ այլն արձիվ եւ այլն եւ հոդվածներս արտադրվել են շուրջ 20 գայքերում եւ թերթերում մինչեւ հիմի։ Բայց հիմնականը ես աշխատակցել եմ նաեւ արվեստաբան ամերիկյան եւ եվրոպական որոշ թերթերի Fine Art Magazine ամերիկյան, որի 50-ամյակն է այս տարի, մինչև հիմա աշխատակցում եմ նրան, Lux Immo Մոնակոյում, որը հիմի չի հրատարակվում COVID-ից հետո գանք է արել, նաև աշխատակցել եմ LI Art մի բարբերականի, որը հրատարակվում էր Փարիզում եւ 5 քաղաքների համար՝ Մոսկվա, Փարիզ, Լոնդոն, Մոնակո եւ Նյու Յորք հրատարակվում էր 3 կամ 4 լեզուներով, 4-րդը իտալերենն էր, քիչ էր հրատարակվում, բայց հիմնականը 3 լեզուներով էր հրատարակվում։ Ես գրում էի անգլերեն, իմ հոդվածները թարգմանվում էին ֆրանսերենի եւ ռուսերենի։ Ուրեմն այս թերթը շատ լայն տարածում ուներ, հրատարակվում էր 130-ից ավել միջազգային քաղաքներում, 30-ից ավել երկրներում եւ նամակ ունեմ իրենցից, երբ որ ինձ առաջարկեցին, այդ նամակի մեջ գրած է, որ LAR թերթը ունի 2.5 միլիոն ընթերցող։ 2.5 միլիոն պատկերացրեք։ Այս թերթերում, երբ որ ես գրում էի, ավելի մեծ պատասխանատվությամբ եմ գրել եւ փառք Աստուծո, ինձ թվում է, որ ես հաջողած եմ այդ բնակավայրի մեջ եւ դա օգնել է նաեւ մեր գործին, որովհետեւ 2000 թվականին, երբ որ հանդգնությունը ունեցա ես իմ ընտանիքով մասնակցելու Ժնևի միջազգային ջուբիլեի ցուցահանդեսին, այնտեղ ուրեմն շնորհիվ իմ ցուցադրած արվեստի որակին, ուրեմն մի դեպք էլ պատահեց, այդ դեպքի հետևանքով ուրեմն թե մեր ցուցահանդեսը հաջող անցավ նույնտապես եւ բարոյապես, եւ թե դրանից հետո Noah's Gallery-ն ստացավ շատ մեծ ընդունելություն, ասինքն միշտ հրավերներ ենք ստանում մինչև հիմի։ Ուրիշները պետք է դիմեն միջազգային ցուցահանդեսների։ Մենք ընտրում ենք, որ մեկին մասնակցենք։ Մինչև հիմի մասնակցել ենք 37 միջազգային ցուցահանդեսների։
ուրեմն ես պետք է հիշատակեմ իմ գործընկերներին, ուրեմն Բեյրութի գալերեան Նոազարկ Art Gallery-ին հիմնվել է շնորհիվ Հենրիկ Իքիդյանին։ Հենրիկ Իքիդյանը արվեստաբան բոլորից ծանոթ է։ Ինքը ինձ ծանոթացրեց երկու արվեստասեր գործարար հաջողած ընկերների հետ, Մեհեր Սահակյան եւ Ռուբեն Ավակյան, որոնք նույնպես բարոյապես օժանդակեցին թե գալերեայի ստեղծմանը եւ թե մանավանդ հրադարակչադանը, որ հրադարակչադունը եղել է Նոյան Դաբան անունով եւ մինչեւ հիմա մենք հրադարակել ենք շուրջ 25 բادرակիրքեր։ Այսօր էլ շարունակվում է այդ գործը։ Եվ շարունակվում է։ Մեկը արդեն հրադարակվել է Գևորգ Եղիազարյանի մասին։ Երկրորդը մի ուրիշ արվեստագետ եմ հայտնաբերել, Մամուլի Դագ է նրա գիրքը, Արմեն Ատանյան։ Արմեն Ատանյանը շուկի մեջ մնացած արվեստագետ է, բայց իր բادرակիրքը հրադարակելու ենք, դա կլինի մենք ունենք ուրեմն Նոյան Դավանը ունի բացի առանցին հրադարակություններից Future Artist մատենաշար 9-րդը Գևորգ Եղիազարյանն է, 10-րդը կլինի Արմեն Ատանը։ Հասկանալի։ Այսօր փաստորեն աշխուժ գործունեություն նոր արվեստագետների ներգրավում, սակայն ինձ հետաքրքիր է նաև հետևյալ հարցը։ Ձեր դիտարկումն այսօր բավական երկար ժամանակ է հայրենիքում եք, տարվա մեջ էլ պարբերաբար երկար ժամանակով բնակություն եք հաստատում, այսինքն այնպես չէ, որ կտրված եք հայրենիքի հայաստանյան մշակութային կյանքից, արվեստի շունչը այստեղ ինչպես է ընդհանրապես բաբախում, ինչ եք կարծում համեմատության մեջ այսօր ինչ փուլ է գտնվում, ինչ փուլում է գտնվում հայաստանյան մշակութային կյանքը, արվեստը, կարող ենք ասել, որ ամեն դեպքում պատերազմ, COVID, շատ ու շատ նման իրավիճակներ իրենց բացասական ազդեցություն ունենում են, սակայն արվեստը ջրի նման կարողանում է իր հունը գտնել, կարողանում է ամեն դեպքում ստեղծել, նորարարական տարատեսակ գաղափարների հայտ գալ։ Ձեր դիտարկումը որպես արվեստաբան, ինչպիսին է այսօր հայաստանյան մշակութային կյանքը։ Դեսեք, եթե ասեմ, որ ընդհանրապես ես հետևում եմ հայրենի մշակութային կյանքին, նախ ասեմ, որ կյանքից մեծ մասը անցկացնում եմ այստեղ։ 3 դեղ եմ ապրում, Մոնտրեալ այստեղ եւ Լիբանան, բայց ավելի անջար քան Բեյրութ։ Բայց կյանքից մեծ մասը անցկացնում եմ այստեղ, որովհետեւ մեր գործը հիմա այնպիսի գործ է, որ ընտանիքիս հետ գնոջս եւ դողուս հետ մենք կարողանում ենք անել ովևէ դեղից, կարևոր չէ ուր ենք ապրում։ Առցանց գործունեություն։ Այո, որովհետեւ միջազգային ցուցանտեսների ենք մասնակցում։ Մեկ երկրորդ ավելի գործակցում ենք Ձայրակուն Արևելքի հետ, ունենք գլխավոր 2 կամ 3 նկարիչներ, Յուրոզը, Յուրի Գևորգյան ամերիկահայ, Բերջ Չակեջյանը Մոնտրեալից եւ նաեւ ասենք Էդիկ Պերտյան, որ այստեղից է։ Ուրեմն քանի որ ես այստեղ եմ, մոտիկից հետևում եմ գերբարվեստին միայն։ Ես չեմ ասում զրկվում եմ գրական եւ կամ երաժշտական կամ թատերական կյանքից, ոչ, բայց առիթ չունեմ դրանից մոդել։ Ես կարող եմ գործիք տալ միայն գերբարվեստի բարակային։ Հիմա գերբարվեստի բարակային լրատվամիջոցներին եթե նայեք, կա 2 ծայրահեղ գործիք։ Մեկը ասում է, որ այստեղ մշակույթի կյանք գոյություն չունի, ազգային մշակույթ գոյություն, մյուսը ասում է, որ չէ, ընդհանրակը շատ լավ է եւ այլն։ 2 գործիքներն էլ թե ճիշտ են, թե սխալ են, այն առումով, որ դրական շատ բաներ կան նաեւ դժբախտաբար որոշ ժխտական բաներ։ Հիմի ես ավելի կուզենայի միշտ խոսել դրականի մասին, քան ժխտականի մասին, որովհետեւ ժխտականը եղել է, լինում է, բայց մեզ հետաքրքրում է, ինձ անձնապես հետաքրքրում է դրական երևույթները։ Անկախ նրանից, որ ասենք թե նկարչական միության դանը, կան նաև ուրիշ
ցուցասրահներ, հատկապես ասենք Վահագնի թաղամասում գա ցուցասրահ, որ վերջերս հրայրի պարանահայ Հրայր Դիարբեկիրյանի ցուցահանդեսը եղավ, իրենք ունեն նաև մասնաճյուղ հենց այստեղ Աբովյանի վրա, դրա ղեկավարը իդալացի է։ Այս իդալացի երիտասարդը շատ լավ գործեր է անում մեզ համար, հատկապես երիտասարդների համար։ Նա գրեթե խտրություն չի տնում նորարարներին, երիտասարդներին, անունը Ֆաբիո է։ Ֆաբիոն ես չէի ասի, որ նա արվեստապան է կամ արվեստի գիտակ է, բայց հստակ է, որ նա արվեստը սիրում է եւ հստակ է, որ նա ուզում է քաչալերի երիտասարդներին։ Նա հաճախ ցուցահանդեսներ է կազմակերպում թե Վահագնի թաղամասում, թե Աբովյանի այստեղի իրեն գալերեայում, որ միաժամանակ սրճարան է։ Դա իր դրական իմաստով եմ ասում, որովհետև տարի այստեղում ավելի մարդ կնան եւ դեսնեն։ Այդտեղ Ֆաբիոն խտրություն չի տնում մագարտակի, ընդհանրապես այնշուտ ճոգում է, բայց ավելի նորարարներին է քաչալերում։ Նփագը գար, հիմի շատ չի կորդում, բայց նփագի դիմացը գա Նարեգի անվան այդ մշակույթի կենտրոնը, որ դարձյալ գերբարվեստի բարակային շատ լավ բաներ է անում։ Բանը օրինակի համար վաղը ցուցահանդես կա բանում բարեգործականի կենտրոն է այստեղ ինձ ծանոթ չի հեղինակը, բայց ինչքան գիտեմ ես հարցրեցի, շատ որակավոր նկարիչ է Ռոմեո Մելիքյան եւ ինձ հետաքրքրում է, վաղ անպայման պիտի գնամ, հատուկ քանի որ հրավիրել են, պիտի գնամ եւ նայեմ։ Եվ ընդհանրապես նման ցուցահանդեսներին ես երբ որ որակը բարդրե ինչ որտեղ արձագանքում եմ, հատկապես վանացայնում։ Կան ուրիշներ էլ, օրինակ Չեմբերջյանը ունի մի փոքր կենտրոն, էլի երիտասարդներին քաչալերում է, որովհետև երիտասարդությունը մեր հույսն է։ Դասականները արդեն կան, նշանավոր են, հայտնի են բոլորին, բայց դրսի աշխարհում գնահատվածը առավելաբար երիտասարդությունն է։ Անշուշտ երիտասարդությունը ունի իր թերությունները, ունի նաև իր առավելությունները, եթե ժամանակ մնա դրա մասին էլ խոսեմ։ Բայց ամենից շատ ինձ հետաքրքրում է երկու թերթերը, որ այսօր հրատարակվում են հայրենիքում, Երևանում։ Եղել եմ փորձեր սրանից առաջ, ցախողվել են, ինչպես Մոմի ընկերությունը ուներ մի թերթ։ Մեկը ուրեմն Ռոսլինն է, որ շատ տրական երևույթ է, խմբակիրները ճանաչում են, ինձ հրավիրել են, որ օգնեմ իրենց, փորձում եմ օգնել, բայց այնտեղ առավելաբար արվեստապանության հոդվածները սովետական բնույթի են։ Այսինքն ուզում եմ ասեմ, որ այդ դեղի գրողներ, բայց կան երիտասարդներ մեջերին, որ լավ են։ Իրենք լեզվամտածողությունն էլ ավելի հին է, մանավանդ որ երկուսն էլ, թե խմբակիրը եւ թե օգնականը արվեստապան չեն, բայց արվեստը սիրում են, ուզում են քաչալերել արվեստը։ Երկրորդը, որ ավելի կարևոր է ինձ համար, ավելի լավ է, ուրեմն նկարիչների միության հրատարակած թերթն է, արվեստանոց, չէ՞ անունը։ Վերջերս, ուրեմն, երբ որ բադահապար ես նկարիչների տանն էի, նախագահը Սուրեն Սաֆարյանը, որում բաբը ես ճանաչում էի իբրև նկարիչ, դեսել էր, որ այնտեղ եմ հրավիրեց ներսի եւ դվեց ինձ այդ թերթը։ Նա էլ առաջարկեց, եթե հնարավոր է, որ օգնեմ։ Բավականին աշխուժություն կա նաեւ արվեստաբանական նյութի հրատարակման ուղղությամբ։ Հենց այդ պիտի ասեմ, որ իզարմանս ինձ այդ թերթը շատ ավելի աշխուժ է, շատ ավելի ժամանակակից է, շատ ավելի երիտասարդական է, քան մյուսը։ Մանավանդ մեծությունը, որը սկիզբը ինձ մի քիչ
վերաբահությամբ նայեցի, բայց հետո որ թերթադեցի դեսա որ մեծությունն էլ արտարացում են նրա համար, որ ավելի լավ է դպավորում։ Այո։ Այնտեղ առանցին բաժիններ կան, մանավանդ կա մի բաժին, որ օդար արվեստագետներ են ներկայացնում, վերջի էջն է, եթե չեմ սխալվում։ Այնտեղ գրողները երիտասարդներ են եւ ավելի ժամանակակից արվեստաբանական լեզվամտածողությամբ են գրում։ Բայց դակամին չեմ հանդիպել, եթե հանդիպեմ, ես իրենց առաջարկություններ ունեմ։ Օրինակի համար այնտեղ կարելի է բաժին բանալ օդար արվեստաբանները հայ մեծագույն արվեստագետների մասին։ Հետաքրքիր է։ Օրինակ ես դա առաջարկել էի Ռոսլինին, բայց նրանք դպել են մեկի հոդվածը Արշիլ Գորկու մասին, որ շատ հասարակ հոդված է։ Իսկ դուք քանի որ Արշիլ Գորկու գործնեությամբ նրա ընդհանրապես կյանքով մշտապես հետաքրքրվել եք, վստահաբար առավել արագ կնկատեիք ու առավել մանրամասն։ Այո, ես իրենց կարող էի տալ NBC հեղինակ, ոչ հայ հեղինակ, որ Արշիլ Գորկու բնույթի մասին խոսել, հիշել նաև հայկականությունը եւ այլն եւ այլն։ Երկրորդը ես իրենց առաջարկել էի, նույնը պիտի առաջարկեմ արվեստանոց թերթին, որ մենք ունենք հեղինակներ, թե այստեղ, թե այնտեղ, որ ծանոթ չէ։ Նրանց ծանոթացնել։ Նրանց ծանոթացնել։ Վստահաբար կարող եք նաև այս ձեր խորհուրդներով այն ընթացքը, երբ որ հայրենիքում եք։ Իրենց դերն եմ, դեր չեմ գնացել, բայց հիմի խոստանում եմ բոլորի դիմաց, որ ես պիտի գնամ եւ օգնեմ այդ թերթին, մանավանդ որ շատ ավելի աշխուժ են, շատ ավելի ժամանակակից են։ Հիմի Ռոսլինը ես ասել էի, հա դպել են Եգիպտահայ մի հեղինակի մասին, որը իր արվեստով ժամանակակից արվեստագետներին ասելիք չունի, դասական է։ Ես կուզենայի NBC հեղինակներ ներկայացվեն, որ ծանոթ չեն եւ ասելիք ունեն։ Օրինակ կանադահայ մի հատ հեղինակ ունենք, Արման Բզբզյան, մեկը անունը չգիտի։ Ֆրանսահայ ունենք Մուրադովը, մեկը չգիտի։ Հետաքրքիր է, պետք է ծանոթացնել, պետք է ծանոթացնել եւ նրանք բան ունեն, ասելիք ունեն։ Օրինակի համար մենք այստեղ Բոտերոյի գործերը ունենք, չէ՞։ Կասկադում տրված է։ Բոտերոն եւ Մուրադովը եղել են հարևաններ։ Հետաքրքիր է, որ կարելի է նաեւ։ Այդ գինը, կերգինը, որ այդտեղ տրված է, դրա բնորդուհին եղել է Մուրադովի ընկերուհին եւ բնորդուհին։ Հետաքրքիր է։ Լիքը քանտակներ ունի Մուրադովը եւ նաեւ նկարներ ունի, որոնցից երկու հատ ես արդեն ձեռք բերել եմ Բեյրութում։ Բոտերոն այդ ընկերուհին արել է իր ձեռքից, սկսել է կեր քանտակներ անել, նկարներ անել։ Բոտերոն աշխարհում հայտնի է, մենք էլ այստեղ հբարդությամբ ենք տնում, Մուրադովի անունը չգիտեն։ Մանավանդ որ Մուրադովը հեղինակն է Անտրանիի հուշարձանին, Ցիարշանի հուշարձանին, որ տրված է Փարիզի Պեր-Լաշես գերմանադանը։ Հիմա այսպիսի հեղինակներ կան, դրանց մեջ մտնում են նաև, ասենք, հայտնիները, որոնք նորություն կարող են տալ մեր ժամանակից նկարիչներին, ասենք, Լևոն Թութունջյանը, Կարզուն, Արշիլ Գորկին, Փուշմանը, ուրիշներ եւ այս սրանք պետք է մեկ-մեկ ներկայացվեն այդ թերթերում։ Այո, լավ առաջարկ է, վստահաբար ուրիշ առաջարկություններ ունեն, բայց ես հետո կասեմ, իմի չեմ ուզում ժամանակ մսկել։ Պարոն Երկելյան, քանի որ մենք նաեւ պետք է առիթ ունենանք հետագայում խոսելու նաև Պետիկ Հերկելյանի գործունեության մասին, մի ամբողջ հայտագիր կնվիրենք Պետիկ Հերկելյանի նաև այն գրքերին, որոնք այս ընթացքում հրատարակվել են, հրատարակվում են, այն ձեռնարկներին, որոնք որ Պետիկ Հերկելյան գրողին են նվիրված եւ հայրենիքում աշխուժորեն նաև տարածվում են, տարբեր ձեռնարկների միջոցով ներկայացվում են, վստահաբար նոր առիթներ կստեղծենք, անպայման կներկայացնենք, կանդրադառնանք, շատ շնորհակալ եմ այս հետաքրքիր արվեստաբանական համադրության համար, համեմատության համար, որովհետև իսկապես նաև պետք է թերություններն ու առավելությունները զուգորդել, հասկանալ դրականը, բացասականը, համեմատել եւ հատկապես ձեր կողմից արվեստաբանական այդ խորքային դիտարկման արդյունքում վեր հանել նաև խնդիրները, ինչը դուք արդեն բարբերաբար անում եք, այսօր էլ ներկայացրիք։
Շնորհակալություն նաև հարցազրույցի համար, հուսանք առաջիկայում նոր առիթ կլինի եւ մեկ հայտագիր խոստանում եմ նվիրել Պետիկ Հերկելյանին։ Շնորհակալ եմ։ Խնդրեմ հաջողություն ցեզի, առաջ մտցդեսություն, առաջ մս ասում եմ, որովհետեւ մենք էլի կանենք հաջողություն ուրեմն։ Շնորհակալ եմ, բարեկամներ, հիշեցնեմ, որ այսօր Հայացք Երևանից հաղորդաշարում իմ զրուցակիցն էր արվեստաբանության դոկտոր Մովսես Հերկելյանը, հանդիպելու ենք հաջորդ չորեքշաբթի վանաձայնի եթերում։ Հաջողություն։